աղջիկը զանգեց սեռախոսով ու լացում էր արի, սենց գոռում էր, թուրքերը մտել են քաղաք, դուք չեք պատկերացնում, ես մեկ էլ պատերազմում եմ տենց մեքենաս վարել, քանի վարկյանում եմ հասնում, տեսնում եմ աղջիկս փողոցում կանգնած ու լացում աղջիկս, շուտ նստում ենք մեքենան, ասում ենք գնում ենք ներքևի մասում ռուսներն էին այրապորտի տարածք ու այդ այրապորտի տարածքը մի հատ ահավոր վիճակ էր, ժողովուրդը փրված, այդ ամբողջ տարածքի մեջ իրանք փրված են երեխեքը, տենց հայաթում, բացօթյա տեղ չունեն, մի հատ ահավոր վիճակ էր ու ես տեսնում եմ ոնց են վերևի թաղամասին, կրկժան թաղամաս էր կոչվում, վերևի թաղամասի ժողովուրդը ոտաբոբիկ վազում են, մեքենան չկար ու գոռում էին թուրքերը ու ես կրակոցների ձեն եմ լսում, որտեղ կրակոցների ձենի տակ են քշում մեքենան, բոլորին զինաթափել են ու պատկերացրեք մի իրավիճակ, իրանք այն ամբողջությամբ զինված, ավելի շատ մեր բանակը չկա, բոլորին զինաթափած, մենակ միջոկատ, ուղղակի իրանք պայմանավորվեցին, գնացին կանգնեցրեցին, որ թուրքերը չմտնեն, իրանց մտադրությունը սա էր, դրոշը կախել մեր կառավարության շենքի վրա մեր ներկայությամբ։